Փառք Նժդեհին։ Երկու տարբեր բաների մասին եմ խոսելու, բայց առաջինը մեր հանրության մեջ շերտ կա, որը չի ընկալում, որ ասում ենք Ռուսաստանը Հայաստանը վաճառեց կամ զիջեց թուրքերին, ինչ-որ բանի դիմաց։ Չեն հասկանում։ Դե հասկանալ է ամեն մարդ չէ, որ դա կարող է պատկերացնել։ Քաղաքականությունը հասկացողի համար շատ պարզ է, չհասկացողի համար բարդ է։ Եվ մեղադրելու էլ չի, պարտավոր չեն բոլորը քաղաքականությունից հասկանալ։ Բայց այդ մարդը, ասենք, որ չի հասկանում, սա իր ամոթ տպավորություն է։ Եթե ասում է Հայաստանը Ռուսաստանին, ինչի է ցանկանում տալ ուրիշին։ Իր ամոթ հարց առաջին, բա ինչի է ուզում տալ ուրիշին, եթե իրենն է։ Սիրելի հետևորդ, Ռուսաստանը, այսինքն Պուտինը կուզի, որ ամբողջ աշխարհն իրենը լինի։ Ոչ մեկին ոչ մի բան չտա։ Եթե անկեղծ։ Ու ոչ միայն Պուտինը։ Էրդողանն էլ դենց կուզի, տո Թրամփն էլ դենց կուզի, տո չգիտեմ, ով կա։ Տո որ զուգերակ ձեր խլանքոտ Նիկոլն էլ դենց կուզի, եթե ձերքին հնար լինի։ Ոչ մեկ ոչ մեկին չի ուզում շոր բան տա։ Բայց երբ որ պետությունները ինչ-որ մի տեղները նեղվում է եւ պետք է դիմեն օգնության, դրա դիմաց բան պետք է զիջեն։ Տիգրան Մեսն էլ երբ որ Ռոմի հետ խնդիր ունեցավ, ինքն էլ զիջելուց հո Հայաստանից մաս չզիջեց, ինչ-որ իր տիրապետության տակ գտնվող այլ պետություններ զիջեց մի քանիսը։ Բայց ասեց Հայաստանից չկպնեք, հայ ժողովրդից չկպնեք։ Պահեց իրենը, Պուտինն էլ է պահում։ Այստեղ ուղղակի ստացվել է մի իրավիճակ, որ դա ինքը Թուրքի հետ է անում, իսկ թուրքը մեր հետ խնդիր ունի։ Թուրքերն ու ազերիները չեն քնի այնքան, մինչև Հայաստանը չդադարի գոյություն ունենալ, Աստված մի արասի։ Որովհետև իրենք ցեղասպանություն են կատարել եւ Հայաստանի տարածքները զավթել են։ Իրենք հանցագործ են։ Իրենց նպատակն է Հայաստանը վերցնելը Ռուսաստանից, Ռուսաստանին ցանկացած ծառայություն մատուցել, այնքան է Հայաստանը վերցնեն։ Ոչնչացնեն նրանց հետո իրենք հաստատ ռուս հետ թշնամություն են անելու, որ չլինի Հայաստան, ռուսների հետ թշնամություն անելու են։ Որովհետև իրենց հարաբերությունները միայն հայկական հարցում է համընկնում, իրենց շահերը։ Մնացած տեղը իրենք իրար հետ չունեն։ Սիրիայում էլ չունեին, ընդեղ էլ չունեին, Միջին Ասիայում էլ չունեն։ Սա է խնդիրը։ Ռուսաստանը թուլացել է, իրեն Թուրքիայի տարածքը պետք է որ Եվրոպայի հետ կապ հաստատի, թուրքերն էլ ասում են տուր Հայաստանը, տուր ոչնչացնենք, մորթենք, սրի քաշենք, բրծնենք, որ էլ մեզ չասեն ցեղասպան, բան օկուպանտ, տարածքներս տարակ կերակ, որ էլ մուշ ու բան չասեն։ Իսկ Նիկոլը դրա հարմար գործիքն է։ Սա է Պուտինը չի ցանկանում մեզ տա, ինքը ստիպված է տալիս։ Իսկ երբ որ մենք չլինեինք Պուտինի լծի տակ, արդեն ինքը չէր կարող մեզ տալ։ Գնացել մտել ենք հապկում, մինչև հիմա հապկում ենք։ Յատմում ենք։ Նիկոլի օրոք ավելի ենք սերտացրել հարաբերությունները տնտեսական։ Խնդրեմ։ Սա որ հասկանաք, ոչ թե ցանկանում է Պուտինը, տեղն է նեղ։ Էլի եմ ասում, նա կուզենար Թուրքիան էլ իրանով անել, Ադրբեջանն էլ իրենով անել, Աֆրիկան էլ, Ամերիկան էլ, ինչ կա որ։ Բայց այնպես չէ որ ցանկությունն ու հնարավորությունը միշտ համընկնում է։ Հիմա դառնամ Նիկոլին։ Դուք լսում եք, որ իր խոսակցականի մեջ միշտ ասում է, ես թույլ չեմ տալու։ Ես թույլ չեմ տալու։ Սա լրիվ, ասենք, բռնություն է, չէ՞։ Ասենք, երբ որ դու խոսում ես ինչ-որ մի երևույթի մասին, երբ որ բան են ասում, դու ոչ թե պետք է ասես, ես թույլ չեմ տալու։ Մանկապարտեզի վարիչ չես, երեխեք հետ չես խոսում։ Հələ դու պետք է բերես դրա իրավական հիմքը, թե ինչու դա չի կարող այդպես լինել։ Դու պետք է բերես քո տեսակետը, դու պետք է բերես պատմական հիմք, քաղաքական հիմք։ Ոչ թե ասես, ես թույլ չեմ տալու, որ դուք մտածեք Արցախ կամ ասեք Արցախ կամ ասեք Արարատ կամ որոշեք գնալ Արցախ։ Ինչ է շուկա ես թույլ չեմ տալու։ Դու հիմքը բեր թե ինչու չենք կարող։ Այ եթե դու ասես դու թույլ չես տալու, շարունակում դու բռնանում ես մեր իրավունքների դեմ։
Իսկ ինչ որ Էրդողանն էր ասում էր հայերը պետք է ցեղասպանությունից չխոսեն, Արևմտյան Հայաստանից չխոսեն, սրանից չխոսեն, հատուցումից չխոսեն, չէ՞, փողից, հողից, եկել է մի մարդ, ով անում է այդ Ռեջեբի ասածը, ցանկությունը։ Ոնց կարելի է մարդուն արգելել, ասենք Արցախ բառը արտաբերել։ Ես չգիտեմ աշխարհում դենց կետ կա դեռ որ նման բանի համար մարդուն արգելում են։ Հասկանում եք, սրա ամենապրիմիտիվ բռնությունն է։ Ասենք նման բանի համար, ասենք, եթե որևիցե երկրում, դու անգամ հարևանը եթե գաս ես քեզ արգելում եմ, որ դու ասենք, այ շանվորտի, ով ես դու ինձ ասես, այս բանը ես քեզ արգելում եմ։ Ասենք նայես իմ պատուհանի կողմը կամ պտան կողմը կամ ես ինչ է պետք է սենց բանը ուղիղ փողոց նայեմ, հա, դուրս եկա հայատ, ուրեմն ես իրավունք չունեմ երկնքին նայեմ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք նայեմ, Արարատին նայեմ, հիանամ, այսինքն պարսիկը, չգիտեմ, էստոնացին, ֆրանսիացին պետք է գան բանի Արարատի ֆոնին նկարվեն, Արարատ գրեն, ասեն, խոսան գնան, ես իրավունք չունեմ Արարատ ասեմ, ես իրավունք չունեմ լուսանկարվեմ։ Այսինքն աշխարհի բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն Արարատ անվանելու, Արարատ նկարվելու, բացառությամբ հայից։ Սա նորմալ է ժողովուրդ։ Որ ասում եմ սրան հանդուրժելը անբարոյականություն է, դրա համար եմ ասում։ Ու ինքն էլ մեր շեշտում է։ Ես որպես Հայաստանի ընտրված վարչապետ։ Ինչ խոսում է առաջ նախադասությունը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ։ Անստը բարձր որ ինքն էլ է կասկածում, որ ինքը ընտրված է։ Անդադ շեշտում է։ Ինքը իրեն համոզում է, որ ինքը ընտրված վարչապետ է։ Ինքը չի կարող ընտրված վարչապետ լինել։ Չկա աշխարհում մի դեպք, որ մարդ պարտվում է պատերազմում, հələ կռիվը չպրծած, ինքը թուղթ է ստորագրում, կռիվը չպրծած։ Թշնամին դեռ մեզ չի հաղթել, ինքը թուղթ է ստորագրում, որ թշնամին մեզ հաղթել է, հələ մենք էլ բացի դա պետք է մի հետ քաներ ինչ պատերազմով զիջել ենք, մի բան էլ ավել տանք թշնամուն։ Ասենք, հետո Զելինսկին ինչքան է, չէ, ինչքան են ռուսեն առաջ են գնացել։ Նույնս թղթերի տակ չի ստորագրում, հələ պատրաստվում է հետ վերցնել, հələ ճիշտ է Պուտինը ընդեղից ասում է, ես պետք է տակ եմ, պետք է տակ, նա ընդեղից ասում է, ես պետք է տաս, այն պետք է տաս, զիջելու, ոչինչ չունեմ։ Իսկ սա հենց այդ նույն Պուտինի, ասենք, առուցախի պատճառն էր, որ հələ կռիվը չպրծած, որ Ալիևն խոստովանել էր, որ եթե մի 10 օր էլ ձգվեր, ես ուժասպառ էի լինելու։ Փրկել է Ալիև, չէ՞, որ Նիկոլն ասում է 35000 թե 30000 զորք են փրկել, Ադրբեջանի բանակին է փրկել։ Մենք երևի այդքան զորք էլ չենք ունեցել։ Ինքը ճիշտ է ասում, որ փրկել է Ազերուն։ Իրենք որ ասում են մենք 11000 դասալիկ ենք ունեցել, դա Ազերու դասալիկների թիվն է։ Իլհամը հաշվել է, ասել է դուք այս բառը արտաբերեք։ Այն որ Աննան ասում է դասալիկ։ Օդանավակայանում տեղ չկար մարդիկ արտերկրից գալիս են, որ այն առոք փառոք կյանքից է արտասահմանում, Եվրոպաներում, Ամերիկաներում մարդիկ, որ լավ ապրում են, թռել եկել են Հայաստան, որ գնան կռիվ։ Քաղցր կյանքը թողած եկել են գնան կռիվ, դու մի մազգին դասալիկ ես անվանում, այ վիժվածք։ Դու իմ ցեղին փչացնում ես արա։ Կամ աղջի, շատ կներեք։ Էս է իրականությունը։ Ժողովուրդ, այդ որ ես ասում եմ Լևոն, Ռոբերտ, Նիկոլ, Սերժիկ սրանք մի թիմի մեջ են, այսինքն Պուտինի դաշտն է։ Եթե հանգարց Ադրբեջանին պատժելու process լիներ, հանգարց պետք լիներ Ադրբեջանին պատժել, մենք կարող ենք Նախիջևանը վերցնենք, այն ժամանակ կարող է Նիկոլ, այսինքն եթե Ռուսաստանն ասել Նախիջևանն էլ ուզում են վերցնեմ իմ վերահսկողության տակ, այսինքն դե պետք է Հայաստան դառնար։ Բայց էլի կմնար Կրեմլի, այդ ժամանակ Նախիջևանը կվերցնեն ու այդ ժամանակ կարող է ասենք Նիկոլը դառնար տղա, ասենք ոսոր հիմի Ալիևն է։ Ալիևն էլ է հասկանում, որ ինքը պատերազմ չի հաղթել։ Դրա համար անդադ Նիկոլի պես նա ասում է ես ընտրված վարչապետ եմ, նա ձգձգ մնում ես հաղթել եմ հայերին, հաղթել եմ։ Կռիվը դեռ չի պրծել ժողովուրդ։ Խաղաղությունը դա հարաբերական է, չկա։ Նիկոլը մի քանի ամիս ասում էր արդեն խաղաղություն է։
Արդեն վերջ, մենք արդեն խաղաղության մեջ ենք ասում էր։ Հիշում եք նոյեմբերին, հոկտեմբերին, այս օգոստոսի 8-ի թուղթը ստորագրելուց հետո ասում էր, վերջ, արդեն խաղաղություն հաստատ, վերջ էլ խաղաղություն է։ Չէ՞, մեկ էլ ընտրությունն ասում է, չլինեմ ես խաղաղություն չի լինելու։ Այսինքն ինչ որ ասել էր օգոստոսի 8-ից հետո սուտ էր։ Ասես բաներ կա, ժողովուրդ, դուք պետք է կարողանաք, որ եթե դու շատ իր համեմատեք, կտեսնեք տարբերությունը։ Թե Պուտինը ինչի համար է Հայաստանը զիջում, թե ինչի են թողել Հայաստանը Պուտինի լծի տակ, որ Պուտինը նման բաներ անի։ Սասնացրերը ինչի 16 թվին ապստամբեցին։ Տեսան, որ էլի Արցախի առուծախի գործը բացվում է, որ դու կարող դա վերաճի Հայաստանի։ Այն մարդիկ լավ գիտեն, որ Ռուսաստան թուլանալու է, որովհետև Ռուսաստանը արդեն իսկ 10 տարուց ավելի պատժամիջոցների մեջ էր։ Հասկանում եք, նրանք տեսնում են Ռուսաստանի վերջը։ Հələ 16 թվին սասնացրերը տեսնում էին, որ Ռուսաստանի վերջը սենց է լինելու։ Դրա համար ասում են անջատվեք, որ հետո մանրադրամ չդառնա Ռուսի համար։ Անջատվեք նորմալ դաշնակից վերցրեք, որ Ալիևը իրեն լավ տղա չզգա։ Այս ամեն ինչը դրա համար էր արվում, ասվում։ Բայց ուրան, այդ տղերքին բանտարկել են, ոչ մեկի սենց հետաքրքիրել չի։ Վազում եք սրա դուրը, նրա դուրը։ Քոչարյանից չխերված վազում են Քոչարյանի դուրը, այն մեկից չխերված վազում են նրա դուրը։ Բադուկ նորություն, արժանապատիվ նորություն չեք ուզում։ Էլ եմ ասում, Նիկոլը երբեք ոչ մի բան չի հիմնում, ասում է, ես թույլ չեմ տալու։ Սարշարում եմ, որ ինքը մեզ սարքել է ուղակի ոչնչություն, ըստ իրեն էլի, ու արգելում է։ Չկա ոչ միջազգային կարգ, ոչ օրենք, ոչ տեղական օրենք։ Այսօրվա սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մաս է։ Հռչակագիր գոյություն ունի Առաջին Հանրապետության հղումած։ Այսօր Նիկոլը Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանը գլխարկին է կպցնում։ Դա Առաջին Հանրապետության զինանշանն է։ Կրծքի կպցնում է խորհրդային Հայաստանի բանը։ Այդ տիպաժը, այդ հանցագործի պիտակը։ Եթե մեկը ընդունում է, որ իր պետությունը խորհրդային Հայաստանի սահմաններում է, ուրեմն ինքը հանցագործ է։ Ուրեմն ինքը բանա Արցախ է օկուպացրել։ Սրանք դուք պետք է հասկանաք։ Պետք է հասկանաք, պետք է տարբերեք։ Այ որ սա հասկանաք, արդեն հասկանաք, թե ինչու է Ռոբերտն ու Նիկոլը նույն մարդը։ Ինչու։ Ոնց կարող են մի մարդուն այնքան մեղադրանքներից խոսեն, մի մարդու մասին այնքան հանցագործություններ, ասենք, պատմեն։ Բայց մենա ազատության մեջ։ Բայց մեկը կարող է հարևանի հավը գողանա, տանեն մի 3 տարի դադեն։ Դատարաններում քանի գործ կա, չէ՞։ Սա սրան ծեծեց, գնաց նստեց։ Սա նրանից բան գողացավ, գնաց նստեց։ Բանավ Քոչարյանն այդքան ծանր հանցակներ է արել, դուք էլ շեշտում եք։ Ինչի ազատության մեջ։ Մի հավ գողացողի չափ չկա Քոչարյանը։ Հա? Տկար Նիկոլական։ Ողորմելի Նիկոլական։ Քոչարյանը Ռոբերտը լավ մի հավ գողացողի չափ էլ հանցանք չի արել, որ հավ գողացողին տանում Նիկոլը դադում է, բայց Քոչարյանին չի դադում։ Քո մոտ հարց չի առաջանում։ Հնոր մտածես գլխի կլնես։ Նրանք խաղաղությամբ։